Հալելույա։ Փառք ամենակարող Աստծո, եկեք բարձր ծափահարենք Տիրոջը։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Գիտես արժանի է Տերը, որ իրան բարձր ծափահարենք, որտեղ մեր Տերը հարություն առը։ Եվ ես նույնպես ուզում եմ ասել սիրելիներս, Քրիստոս հարյավ իմերելոց։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Ամեն, ամեն։ Աստված շատ օրհնի ձեզ։ Հրավիրում եմ կարող եք նստել Աստծո ներկայության մեջ։ Սիրելիներս, այնքան ուրախ եմ, իրականում մեզ համար պատիվ է այսօր գտնվել այստեղ։ Իմ անունը Վահե է, ես մեր կյանքի խոսք եկեղեցու միսիայի ծառայության հովիվն եմ, ծառայում եմ շատ տարբեր տեղերում, տարբեր երկրներում եմ ծառայում եւ գիտես այսօր էլ իհարկե այս տոնական օրը պատիվ ունեմ ձեր մեջ լինելու, ձեզ խոսքով ծառայելու։ Սենց նայում եմ բոլորդ այնքան գեղեցիկ եք, այնքան լավ է, բայց այո սիրելիներս, իրականում տոնական ծառայություն այո մենք պետք է շատ ուրախ լինենք։ Եվ մենք այսօր խոսելու ենք Քրիստոսի հարության, զորության մասին։ Մինչև ծառայության անցնելը ուզում եմ մի հարց տամ։ Կա արդյոք այստեղ մարդ, որ առաջին անգամ է եւ նման հավաքույթներում դու երբեք չես եղել։ Կա տենց մարդ, եթե այդպիսի մարդ կա, ձեր Աստված օրհնի շատ ձեզ։ Այսօր ձեր համար յուրահատուկ օր է։ Ասեմ, որ վերջում կտեսնեք, այսօր հատուկ ձեզ համար աղոթք ենք անելու։ Եվ հավատում եմ, որ ձեզ շատ դուր կգա եւ Տերը կհպվի ձեզ, որտեվ գիտեք մարդկանց, երբ որ մենք գալիս ենք Տիրոջ տունը դա շինությունը չի, Տիրոջ ներկայությունը դա պատերը չեն։ Աստծո խոսքը ասում է եկեղեցին դրանք մարդիկ են։ Մարդիկ որտեղ խոսք ասում է, որտեղ 2-3 հոգին իմ անունով կհավաքվեն, ես նրանց հետ ու նրանց մեջ կլինեմ։ Եվ այսօր այստեղ մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, հարություն առած Տերը այստեղ է։ Այսօր խոսելու ենք հարության մասին։ Խոսելու ենք հարության մասին, գիտես, այո, մենք շատ անգամ ասում ենք, այսօր ինչ օր է եւ լսում ենք պատասխան զատիկ։ Ինչա զատիկը։ Արդյոք զատիկը այդ միջատի հետ կապ ունի։ Սիրելիներս, այսօր ակնկալում եմ այն խոսքը, որ այսօր ես ձեզ փոխանցելու եմ, ես չեմ ուզում միայն խոսեմ ձեզ հետ։ Ես ուզում եմ խոսեմ բոլոր նրանց հետ, ում հետ որ դուք շփվում եք։ Անուղղակի ես հավատում եմ, որ հիմա ես կխոսեմ մոտ մի 300 հոգու հետ։ Ինչի, որովհետև մեզանից ամեն մեկը ունի ընտանիք, շրջապատ, մարդիկ հնարավոր է քեզ հարցնեն, ուր է իր գնացել, տենց գեղեցիկ հագնված է, ուր է իր գնացել, որտեվ Հիսուս Քրիստոսն ասում է, հա, Պողոս առաքյալը ներողություն ասում է, պատրաստ եղեք, որ երբ որ հարցնեն պատճառը ձեր ներսի ուրախության, որ կարողանաք ամեն մարդու տակ, որ դուք լինեք այս աշխարհի անուշահոտությունը, ամեն, եւ բաց նամակ լինեք մարդկանց համար։ Դրա համար թանկագինս, ես մի ծառայող եմ, որ սիրում եմ ոչ միայն քեզ հետ խոսել, այլ նաև խոսեմ բոլոր նրանց հետ, ում որ դու ճանաչում ես։ Այնպես որ այսօր որ խոսքը դու կլսես, այն միայն քեզ չի վերաբերվում, այն վերաբերվում է բոլոր նրանց, ում հետ որ դու շփվում ես, քո ընտանիքի անդամները, որտեղ միգուցե դու այսօր մենակ ես եկել քո ընտանիքի անդամները չես եկել եւ միգուցե քեզ հարցնեն, հələ պատմի, այդ ինչ էին անում այդ հավատացյալները, այդ ինչի մասին էին խոսում։ Չէ՞, կարևոր է, եւ մենք պետք է իրանց ասենք։ Եվ գիտես, այո, մենք լսել ենք զատիկը։ Ես գիտես մեծացել եմ հայկական ընտանիքում եւ երբ որ ասում են զատիկ, երբ որ առաջի անգամ ես լսեցի մենք տոնելու ենք զատիկը, ես ասում եի շատ լավ, մենք միշտ ամեն եթե հավատացյալները մտածում են մենք զատիկ չենք տոնում, մենք էլ ենք տոնում զատիկը։ Զատիկը ես հիշում եմ մեր տոնական սեղանը, որտեղ կար ձու ներկված, պարտադիր հայկական այն կանաչեղեն, հա, չամիչ, փլավ եւ նման բաներ։ Եվ գիտես, ես մտածեցի, ասեցի, հեսա այս հա որ նոր եկել է եկեղեցի եւ զատիկական ծառայությանը մասնակցեն բոլորը տոնական։ Եվ գիտես, հովիվը բարձրացավ բեմ եւ սկսեց զատիկից խոսել։ Ես հասկացա, որ ես բոբիկ եմ զատիկից։ Ես տեղյակ չեմ ինչա զատիկը, ընդհանրապես չգիտեմ, պատկերացում չունեմ ինչա զատիկը։ Դրա համար այսօր մենք իրար հետ միասին մի քիչ ուսումնասիրելու ենք։ Ինչա զատիկը, որտեղից եկավ այդ զատիկը, արդյոք այդ միջատի հետ կապ ունի թե չունի։ Ինչի ենք ասում զատիկը Հիսուսի հարության տոնն է։ Գիտես հեռուստացույցով կամ ինտերնետով դու նայում ես տարբեր բեմականացումներ, Քրիստոսի խաչելությունը, հարությունը, տարբեր բաներ կարող ես տեսնել եւ լսել։ Բայց այսօր իրար հետ միասին մի քիչ խորն ենք գնալու, որտեղից գիտենք։
Մեզ համար թանկագինս հիմքը Աստծո խոսքը։ Որովհետև գիտես, մենք մարդիկ ենք, որ սովոր ենք, հայերը հատկապես, մենք Քրիստոսից առաջ ենք քրիստոնյա եղել։ Շատ անգամ երբ որ մեզ հարցնում են, մեկ էլ հայերը այսպիսի հումոր են անում, որ երբ որ Նոյը սարից իջավ, հայերը աղ ու հացով դիմավորեցին Նոյին։ Բայց ինչա զատիկը, սիրելիներս։ Թանկագինս, որտեղից գիտենք ինչա զատիկը, ինչա հարության տոնը, ինչ կարևորություն ունի այս տոնը քրիստոնյաների կյանքում։ Ինչա զատիկը մեզ համար։ Եվ գիտես, պատմությունը նայելով մենք պետք է գնանք հին ուխտ եւ հասկանանք որտեղից սկսվեց զատիկը եւ հետո այնինչ դարավ։ Գիտես, ես ասեցի արդեն հայ եմ, մեծացել եմ սովորական հայկական ընտանիքում, մեր տանը մատաղել են արել, մեր տանը, չգիտեմ, ամեն ինչ արել են, այդ ավանդական, այդ ամեն ինչ արել են, ու գիտես գալով եկեղեցի հանկարծ լսում եմ, որ մեզ համար Հիսուսը մատաղ եղավ, էլ ոչ մի գառանարյուն, ոչ մի բան չի կարող փոխարինել, ու իմ համար հարց էր, ասում էի, բան չի իմ ընտանիքը, ինչ ենք մենք տարիներ շարունակ դրա մեջ եղել, ինչ ենք մենք մատաղ արել, եւ սիրելիս այսօր հարցեր են բարձրացնում, եւ մենք իրար հետ միասին ուսումնասիրելու ենք եւ տալու ենք այս հարցերի պատասխանը, ու ես համոզված եմ, երբ որ մենք այստեղից գնանք, մենք հստակ իմանալու ենք ինչա նշանակում զատիկ, ինչ այդ տոնը իմ կյանքի համար ինչ է, իմ ընտանիքի համար ինչ է, եւ ի վերջո որտեղից ծնունդ առավ ու մինչեւ ուր եկավ։ Մեկ անգամ մեկը ինձ նման արտահայտություն արեց եւ ասեց, գիտես, զատիկը քրիստոնյաները չեն տոնում, դա հրեական տոն է։ Արդյոք այն հրեական տոն է, որտեղից է եկել։ Մենք որպես քրիստոնյա անում ենք թե չենք անում։ Գիտես, նման հարցերի մասին եմ այսօր խոսելու։ Ես մի քիչ ձեր հետաքրքրությունն եմ շարժում, որտեվ գիտեմ ակնկալում եմ, որ դուք նորից ժպտում եք, շարունակում եք ժպտալ, եւ այսօր մի քիչ դրա մասին եմ խոսելու։ Դրա համար սիրելիներս նայենք Աստծո խոսքը եւ տեսնենք որտեղից եկավ զատիկը, կամ Աստծո խոսքի համաձայն, որը նշանակում էր Փեսախ, հին ուխտում, որը նշանակում էր անց կացավ։ Ինչի մասին է խոսքը։ Գնանք մի քիչ պատմության ակնարկ անենք եւ sense պատմության միջով մի քիչ ճանապարհ անցնենք եւ տեսնենք ինչ ասում Աստծո խոսքը մեզ զատիկի հետ կապված։ Ելից 12-րդ գլուխ։ Այսօրվա ծառայությունը մի քիչ ավելի շատ sense խոսքն ենք նայելու իրար հետ միասին։ Ելից 12-րդ գլխի 11-րդ համարում այսպես է գրված. Եվ այսպես ուտեք նրան, ձեր գոտիները ձեր մեջքին եւ ձեր կոշիկները ձեր ոտներին եւ ձեր ցուպը ձեր ձեռքին լինելով եւ նրան շտապելով ուտեք եւ նա զատիկ է Տիրոջ եւ այստեղ ասում է այն զատիկ է Տիրոջ համար։ Հետո գնում ենք նոր ուխտ Ղուկասի ավետարան 22-րդ գլուխ 19-րդ համարը։ Հիսուսը հաց առավ, գոհացավ եւ նրանց տվեց եւ ասեց. այս է իմ մարմինը, որ ձեզ համար տրվում է, այս արեք իմ հիշատակի համար։ Սիրելիներս, մինչև Քրիստոսը Տերը պատվիրել էր, որ սա թող հավիտենական կանոն լինի ձեր մեջ։ Սերնդե սերունդ ամեն անգամ դուք սա արեք։ Ինչ էր տեղի ունեցել, Աստված հրաշք ձևով Իսրայել ժողովրդին հանել էր Եգիպտոսից տրկությունից։ Եվ հետաքրքիր մի հատ իրավիճակ էր ստեղծվել եւ Աստված մի քանի բաներ էր ասել, որ պիտի ժողովուրդը անեին, որ կարողանային անցնեն մինչև Քրիստոսը հրեաները, պատկերացրեք, նստած են հրեա տղամարդիկ Քրիստոսի առաջ, որտեղ Հիսուսը աշակերտների հետ էր ընդունում այդ զատիկը։ Եվ իրենց ամբողջ կյանքը սովոր էին, որ երբ որ իրենց տան հայրը վերցնում էր հացը եւ կիսում էր, ասում էր. օրհնյալ լինի երկնքի ու երկրի արարիչը, որ հողից հաց է հանում եւ տալիս է մեզ։ Նման խոսքերով էր սկսվում այդ արարողությունը Իսրայել ժողովրդի մեջ։ Ու հանկարծ Հիսուսը վերցնում այդ նույն հացը կիսում է եւ ասում է. սա իմ մարմինը, որ կոտրվում է։ Ու աշակերտների մոտ հարց էր առաջանում, չէ՞ որ Աստված ասեց այն հավիտենական կանոն լինի ձեր մեջ։ Ինչու է Հիսուս այսպես վարվում։ Գնանք մի քիչ առաջ։ Առաջի Կորինթացիս 5-րդ գլխի 8-րդ խոսքում Պողոս առաքյալը գրում է Կորինթոսի եկեղեցուն այսպիսի խոսքեր. ուստի տոն կատարեք ոչ թե հին խմորով եւ ոչ էլ չարության կամ անզգամության խմորով, ասում է այս տոնը զատիկը կատարեք,
այլ մաքրության, ճշմարտության եւ չխմորվածով։ Գնանք մի քիչ առաջ։ Ինչպես սկսվեց զատիկը Իսրայելում։ Ելից 11-րդ գլխի առաջի խոսքից։ Եվ Տերը ասեց Մովսեսին. Փարավոնի վրա, հիշում եք այդ պատմությունը, երբ որ Աստված Եգիպտոսից իր ժողովրդին հանեց փարավոնի ստրկության տակից, այսպես ասեմ։ Եվ փարավոնի վրա եւ Եգիպտոսի վրա մեկ հարված են բերելու։ Դրանից հետո այստեղից կարցակե եւ հենց որ արցակե ձեզ այստեղից շուտով դուրս պիտի անե։ Հիմա խոսիր ժողովրդի ականջին եւ ամեն մարդ իր դրացույն եւ ամեն կին իր դրացույի արծաթե զարդեղեն ոսկեղեն զարդեր խնդրե, ամեն առաջնեկը կմեռնի Եգիպտոսի երկրում 5-րդ խոսքից։ Իր աթոռի վրա նստող փարավոնի առաջնեկից մինչև երկնքի ետևին եղող աղախինի առաջնեկը եւ բոլոր անասունների առաջնեկները եւ Աստված ասում է առաջնեկները մահանալու են։ Ես ինչ որ բան եմ անելու։ Գիտես, իդեպ ուզում եմ հիշեցնել, որ երբ որ Աստված խոսեց Մովսեսի հետ, որ Մովսեսը պետք է խոսել Իսրայելի ժողովրդի հետ, Աստծո խոսքը մենք պատմության մեջ տեսնում ենք, որ ժողովուրդը 3 միլիոնից ավել էին։ Պատկերացնում եք, Աստված խոսք տվեց Մովսեսին, եւ Մովսեսը պետք է այն փոխանցեր 3 միլիոն մարդու։ Ինչպես էր կազմակերպված այդ ամենը։ Եվ Տերը խոսեց Մովսեսի եւ Ահարոնի հետ Եգիպտոսի երկրում ասելով. Այս ամիսը ձեզ համար ելից 12-ի 1-ից եմ կարդում։ Այս ամիսը ձեզ համար ամիսների սկիզբ լինի, ձեզ համար տարվա ամիսների առաջնեկը լինի։ Իսրայելի բոլոր ժողովրդի հետ խոսեք ասելով. այս ամսի 10-ին ամեն մեկը իր համար մեկ գառ առնի։ Տեսեք ինչ ասում, ասում ամեն մի տուն մի հատ գառ առնի։ Հետո ես կապելու եմ այսօրվա հետ, որտեղ շատ կարևոր է այս հիմքը մենք լսենք։ Իսրայելի բոլոր ժողովրդի հետ խոսա ասելով, որ այս ամիս 10-ին ամեն մեկը իր համար մի գառ առնի, իրենց համար տան համեմատ տունը մեկ գառ։ Ձեր գառը անարատ, արու, 1 տարեկան, ոչխարի կամ այծերից առնեք եւ պահեք ձեզ համար մինչեւ ամսի 14-րդ օրը եւ Իսրայելի ժողովրդի բոլոր բազմությունը մորթի նրան իրիկվա դեմ։ Պատվեր է տալի Աստված Իսրայել ժողովրդին։ Ասում է վերցրեք մի հատ գառ, այն անարատ լինի, 1 տարեկան լինի, այն խառնված չլինի ընդհանուրի հետ, վերցրեք եւ մորթեք, հետո ասում է եւ արյունից առնեք եւ տների երկու կողմերի դրանդիկների երկու կողմի դրանդիկների վրա սեմին քսեք, ուր որ նրան պիտի ուտեք։ Ասում է որտեղ վերցրեք այդ արյունը եւ քսեք հայերեն ասած այդ կասակին, հա, այդ տան շեմքի այդ դրանդիկների վրա այդ արյունը քսեք, այդ գառան արյունը։ Շարունակենք։ Նրանցից հում կամ ջրի մեջ եփած չուտեք, այլ կրակի վրա խորոված, ասես մի քանի բաներ ասում, հետո ինչ պիտի լինի, եւ այսպես ուտեք ձեր գոտիները ձեր մեջքին եւ ձեր կոշիկները ձեր ոտներին եւ ձեր ցուպը ձեր ձեռքը լինելով եւ նրան շտապելով ուտեք, նա զատիկ է Տիրոջ համար։ Տերը պատվիրեց։ Գիտեք այսօր ինչ եմ տեսնում, ես ասենց մի քիչ համեմատելու եմ եւ զուգահեռ եմ տանելու եկեղեցու հետ։ Աստծո խոսքը ասում է, որ ժողովուրդ ջան, իրար հետ հավաքվելը չթողեք։ Մենք ինչ ենք գալիս եկեղեցի։ Գալիս ենք Աստծուց խոսք առնելու համար։ Հիմա կարող ես պատկերացնել, եթե Իսրայել ժողովրդից մեկը չլսեր այս խոսքը, որտեվ հետո ասում է հրեշտակը անցնելու է եւ ում դրանդիկի վրա քսված չլինի այդ արյունը գառան, այդ ընտանիքում մահա լինելու։ Շատ կարևոր բան։ Ու պատկերացրեք 3 միլիոն մարդ, այս օրերի նման չի, որ ինտերնետում դու կարող ես գրել, կամ զանգել, կամ խումբ կազմել եւ խմբով բոլորին փոխանցել։ Պատկերացրեք այդ ժամանակ 3 միլիոն մարդ ապրում էր այդ տարածքում, ու պետք է այդ խոսքը Մովսեսը փոխանցեր մարդկանց։ Ես այսօր ինչ եմ նկատում։ Այսօր նկատում եմ, որ մարդիկ կարող են ասել ես շատ զբաղված եմ, այսօր տոն է եկել եմ, բայց միշտ չեմ գալի եկեղեցի։ Իսկ եթե Տերը խոսք է տալու, հարց, ով կարող է ասել վաղ ինչ երկրում է զարթնելու։ Եսի նկատի չունեմ տարածքային առումով։ Եսի նկատի ունեմ ոչ մի բան ապահովագրված չի։ Չէ՞ որ միգուցե այսօր Աստված ինչ-որ բան ասի եկեղեցուն։ Իսկ ինչ կլինի, եթե ես եկեղեցում չլինեմ։ Ինչի եմ ես գնում եկեղեցի։ Որն է իմ եկեղեցի գնալու պատճառը։ Որովհետև տոնա ես եկել եմ,
Թե ես գիտեմ, որ Աստծո խոսքն ասում, որ ես եթե հավատացյալ եմ, քրիստոնյա եմ, ես պետք է եկեղեցում լինեմ ամեն կիրակի, որտեղ ամեն կիրակի Տերը ինձ խոսք է տալի հովվի միջոցով, որը որ իմ կյանքի համար ու իմ ընթացքի համար պետք է։ Լավ, եկեք մի քիչ առաջ գնանք։ Եվ այն օրը ձեզ հիշատակի համար լինի, եւ տոնեք նրան Տիրոջ համար։ Ձեր սերունդների մեջ հավիտենական կանոնով տոնեք նրան։ Տոներ կար, որ Տերը ասեց հավիտենակ, այսինքն անընդհատ միշտ անեք։ Այսպես սկսվեց եւ ամբողջ Իսրայելը այս տոնը կատարում էր, տարեց տարի։ Ու ընտանիքներում այս տոնը կատարում էին։ Ու երբ որ Հիսուս ասեց պետքա զատիկնա, պետքա իրար հետ միասին նշենք, աշակերտների համար այն զարմանք չէր։ Աշակերտները չզարմացան, որովհետև իրանք գիտեին, որ զատիկա պետքա տոնեն, զատիկը տոնեն։ Հիմա գնանք նոր ուխտ։ Հովանես ավետարան 19-րդ գլուխ 3-րդ խոսքից։ Բայց հրեաները, որովհետև ուրբաթ օր էր, որպիսի մարմինը չմնա խաչի վրա, արդեն Հիսուսին խաչել էին։ Տեսեք, զատիկի ժամանակ էր Հիսուսը խաչվել։ Որպիսի մարմինը չմնա խաչի վրա շաբաթ օրը, որովհետև այն շաբաթը մեծ էր։ Պիղատոսին աղաչեցին, որ նրա սրունքները ջարդեն եւ վեր առնեն նրան, որովհետև զատիկ պետքա մտնենք։ Սիրելիներս, կարդալով Աստվածաշունչ, ես քիչ հետո կկարդամ մարգարեություններից, որ մենք տեսնում ենք, որ Հիսուս Քրիստոսը այն գառն էր, որ մարդկության մեղքերի համար պետքա խաչվեր։ Աստծո խոսքն ասում, Աստծո միածինը, որ պետքա գար այս աշխարհ։ Այո, հրեաները տոնում էին որպես զատիկ։ Եվ գիտես, ցավոք սրտի Աստծո խոսքն ասում է, ու դա մենք չենք պահում, ասում այսպես, որ էլ ոչ մի արյուն չկա, ոչ մի կենթանու արյուն, ոչ մի մատաղ չի կարող, որովհետև երբ որ մենք մատաղ էինք անում, մենք ցույց էինք տալի, որ Տեր, քո անվան առաջ մենք մատաղ ենք անում, տարբեր անուններ էինք տալիս, մատաղ անենք տանք աղքատներին, մատաղ անենք տանք, չգիտեմ, այս մեկին, այն մյուսին, ու մարդիկ մատաղ էին անում, չիմանալով, որ ասում է միակ արյունը, որ թափվեց ամենաթանկը, դա Հիսուսի արյունն էր, որը որ մատաղ եղավ, այն գառը, որ մեր մեղքերի համար խաչվեց, որովհետև գիտես Իսրայելում եկավ այդ հրեշտակը, ու ասում է բոլոր անդրանիկները մահացան, փարավոնից սկսած մինչև աղախին, կենդանիներն էլ նույնպես, բայց հրեաներին ոչ մի բան չեղավ։ Հիմա հարց եմ ուզում, մի հատ sense հետաքրքիր բան եմ ուզում ասել։ Երբ որ մենք պսակադրություն ենք անում, զույգերը ամուսնանում են, չէ՞, որտեղ են կանգնում խոստում տալուց իրար։ Չէ՞ որ sense գեղեցիկ մի հատ կամար է, ծաղիկներով ձևավորված, եւ կամարի տակ կանգնում են հարսուփեսան, եւ պսակադրության արարողությունը անում են, օրհնությունը ստանում են, որտեղից այդ կամարը։ Ինչ խորհուրդ ունի այդ կամարը։ Չէ՞ որ այդ կամարը թանկագինս խորհուրդն էր այդ դրանդիքի եւ այն ուխտ էր, Տեր ասեց ուխտ եմ անում, բայց այս անգամ ոչ թե արյունով, այլ այն ծաղկեց մարդկության պատմության համար։ Շատերը անում են չհասկանալով ինչի այդ կամարը, որն այդ կամարի խորհուրդը։ Գիտեք, ձեր հովիվը ինձ ցույց տվեց ձեր ջրի մկրտությունը, որ ջրի մկրտությունն է կարելի ու կամարա դրված եղե։ Եվ ասես, գիտես, իրականում մենք դա արել ենք, չիմանալով դրա խորհուրդը։ Չէ՞ որ այն ուխտի խորհուրդն էր, որ զույգերը ուխտի մեջ են մտնում մարդկանց եւ Աստծո առաջ։ Ամեն։ Հովանես ավետարան 18:28 Եվ Կայափայի մոտից Հիսուսին տարան պալատը, եւ առավոտ էր, եւ իրենք չմտան պալատի մեջ, որ չպղծվեն, այլ որ զատիկը ուտեն։ Սիրելիս, Քրիստոսը այն գառն էր, եւ Քրիստոսի մասին Աստվածաշունչը շատ մարգարեական խոսքեր է խոսում, եւ ասում է կգա մեկը, Աստված կուղարկի իր միածնին, այն գառը, որի բերանը չբացեց ոչ մի բան խոսելու, այն կմորթվի, եւ ուզում եմ գիտեք ինչ ցույց տամ ձեզ, այն
Ժամը, որը որ Տերը ասել էր, այն օրը, որը որ Տերը ասել էր, որ Իսրայել ժողովուրդը պետք է գառը մորթեին ու դա տարեց տարի դա պետք է անեին, այդ գառը չէր մաքրում մարդկության մեղքերը։ Այդ գառի արյունը ծածկում էր մարդկանց մեղքերը, բայց չէր մաքրում։ Բայց Տերն ասեց, ես կուղարկեմ իմ որդուն։ Եվ գիտեք, այն ժամանակ, երբ որ Հիսուսը մտավ Երուսաղեմ, եւ արմավենիների ճյուղեր էին գցում Հիսուսի առաջ։ Եվ ասում է կգային որդին ավանակի վրա նստած։ Սրանք բոլորը մարգարեություններ Հիսուսի մասին։ Ասում է նրա ձեռքերն ու ոտերը կծակեն։ Գիտեք, բոլոր մարգարեությունները, որ դարեր առաջ, մինչև Քրիստոսի ծնվելը եղել էր, Հիսուսը բոլոր մարգարեությունները կատարեց։ Հիսուսի կյանքում բոլոր մարգարեությունները կատարվեցին։ Եվ այդ պահին սկսվեց տոնական զատիկը։ Հիշում եք, երբ որ Մարիամը Հովսեփի հետ եկել էր տոնական այդ ծառայության, այսպես ասեմ, Հիսուսի հետ, եւ Հիսուսը կորավ։ Հիշում եք, 3 օր կորած էր, հետո հայտնաբերեցին չկա։ Եվ հետո եկան ու հանկարծ տաճարում գտան Հիսուսին։ Գիտեք, դա նույնպես խորհուրդ էր, որ 3 օր Հիսուսը կկորի։ 3 օր ու հետո հարություն կառնի։ Սրանք բոլորը թանկագինս մարգարեություններ էին, որը որ Հիսուսի հետ էր կատարվում։ Եվ Հիսուսը կատարում էր այդ բոլոր մարգարեությունները։ Մարգարեություններ նույնպես կար, որ Հիսուսի շորերի վրա վիճակը կգցեն։ Գրված էր, որ 30 արծաթով կվաճառվի Հիսուսը։ Սրանք բոլորը մարգարեություններ էին Հիսուսի համար։ Եվ այսօր ուզում եմ քեզ ցույց տամ, որ գիտես, հենց այդ ժամին, որը որ հենց ասում է իրիկվա դեմ, գառը կմորթվի։ Եվ ասում է, երբ որ Հիսուսին խաչում էին, ժամը 9-ի մոտ էր։ Եվ խավար եղավ, եւ տաճարի վարակույրները պատրվեց վերևից ներքև։ Եվ հենց այդ ժամանակ էր, որ ասում է իմ ծառայի ոսկորները չի ջարդվելու։ Հիշում եք, ես կարդացի, որ մոտեցան, որ Հիսուսի սրունքները կոտրեն, որ մահը շուտ գա, որովհետև խաչի վրա, գիտեք, մարդը արյունակամությունից չի մահանում, խաչի վրա մարդը շնչահեղձ է լինում։ Ինչի, որովհետև գիտես, երբ որ խաչում են, ինքը չի կարողանում շնչելու համար պետքա բարձրանա։ Եվ այդ ոտքերի տակ մի հատ փայտ էին դնում, որ ինքը կարողանա հենվի բարձրանա, որ կարողանա շնչի, որ թոքերը օդ գնա։ Եվ ասեցին սրունքներ ինչի ջարդեն, որ չկարողանա շնչի եւ շնչահեղձ լինի մահանա։ Եվ ասում է, երբ որ մոտեցան, տեսան, որ Հիսուսը մահացել է։ Եվ ծառաներից մեկը վերցրեց եւ Հիսուսի կողքը ծակեց տեսնելու համար։ Հիսուսի ոսկորները չկոտրեցին։ Իսկ սովորաբար այդ ժամանակ ում որ խաչում էին, սրունքները կոտրում էին, որ շուտ մահը լիներ, մահը վրա հասներ։ Բայց ասում է Հիսուսին այդպես չարեցին։ Սա գրված էր Ղուկասի ավետարան 2:41-ում, որ Հիսուսի ծնողները տարեց տարի Երուսաղեմ էին գալիս զատիկի տոնին։ Եվ Հիսուսը այդ ժամանակ 3 օր կորում է։ Սրանք բոլորը մարգարեություն էին Հիսուսի մասին։ Սիրելիս, ես սրանով ուզում եմ ձեզ ցույց տամ, որ Հիսուսը հենց այն Աստծո զավակն էր, հենց այն գառն էր, անարատն էր, որ մեր մեղքերի համար պետքա խաչվեր, պետքա մահանար եւ պետքա հարություն առներ։ Հովհաննես 12:12 Նրա հետևյալ օրը շատ ժողովուրդներ, որ եկել էին տոնին, երբ որ լսեցին, թե Հիսուսը գալիս է Երուսաղեմ, արմավենիների ծառերի ճյուղեր առան եւ դուրս գնացին նրա առաջին աղաղակում էին, ով սաննա, օրհնյալ է նա, որ Տիրոջ անունով գալիս է, Իսրայելի թագավոր։ Հիշում եք, որ Հիսուսին հարց տվեցին, դու ես Իսրայելի թագավորը։ Ասաց իմ թագավորությունը ստեղից չի։ Եվ Հիսուսը մի ավանակ գտավ եւ նրա վրա նստեց, ինչպես գրված էր, թե իմ մի վախենա Սիոնի աղջիկ, ահա քո թագավորը գալիս է Էշի ավանակի վրա նստած։ Սա մարգարեություն էր Հիսուսի համար։
Եվ հիմա Հիսուսը վերնա տանն է աշակերտների հետ եւ զատիկն է նշում, այն զատիկը, որ տարիներ շարունակ Իսրայել ժողովուրդը նշել էին։ Եվ զատիկի ժամանակ Իսրայել ժողովուրդը գիտեք ինչ էին անում, ինչի էին դառը խոտեր ուտում։ Այդպես է գրված, դառը խոտերից պատրաստված կերակուր էին ուտում։ Իսկ մենք դա այսօր մարդկությունը փոխարինել են համով բանջարի, որ զվով սենց սարքում սեղանին մատուցում են։ Ինչի էին դառը խոտերից պատրաստված, ասում է, որ հիշեք այն դառնությունը, որ դուք կրել եք Եգիպտոսում, եւ թե Աստված ձեզ որտեղից հանեց եւ ուր տարավ։ Ասում է, թող դա հավիտենական տոն լինի եւ տարի դուք այն նշեք։ Որովհետեւ սիրելիս Եգիպտոսը դա աշխարհի խորհուրդն էր։ Մենք էլ այսօր կար ժամանակ, որ ապրում ենք Եգիպտոսում աշխարհի մեջ, եւ Աստված մեզ աշխարհից հանեց եւ բերեց իր որդու լույսի մեջ։ Մեզ համար որդուն խաչելով։ Ղուկաս 22:19 եւ հաց առավ, գոհացավ, կտրեց նրանց, տվեց եւ ասեց. այս է իմ մարմինը, որ ձեզ համար տրվում է, այս արեք իմ հիշատակի համար։ Խոսեց զատիկի մասին։ Առաջի Կորինթացիս 5:8 արդեն խոսեցի սրա մասին։ Ուստի տոն կատարեք ոչ թե հին խմորով, տեսեք։ Հիսուսը խոսում է մի բանի մասին, որ աշակերտներից հետո այսօր էլ մենք դա անում ենք, տոն ենք կատարում։ Եվ Կորինթոսի եկեղեցին գրում ասում է, ուստի տոն կատարեք ոչ թե հին խմորով, եւ ոչ էլ չարության եւ անզգամության խմորով, այլ մաքրության, ճշմարտության չխմորվածով։ Գիտեք հрьяաները ինչպիսի արարողություն ունեին, ինչ էին անում, ինչ սովորություն ունեին իրենց տանը։ Ուրեմն մի փոքր պատմեմ։ Հայրը տանը 3 մացա, 3 հաց էին պատրաստում։ Եվ հայրը այս հացերից 2-ը պահում էր տանը։ Այնպիսի տեղ էր պահում, որ չգտնեն։ Եվ հետո ընտանիքով դուրս էին գալիս եւ ցույց էր տալիս այդ չխմորվածը եւ ասում էր մենք պետքա տոն անենք չխմորվածով, որովհետեւ Աստծո խոսքը ասում է խմորը, խմորված այդ զանգված ամբողջ զանգվածն է փչացնում։ Եվ հետո ասում էր երեխաներին մտեք եւ գտեք այդ խմորված հացը։ Եվ երեխաները մտնում էին տուն եւ փնտրում էին այդ հացը։ Փնտրում էին եւ գտնում էին, դուրս էին բերում։ Եվ հետո նոր հայրը ընտանիքով մտնում էր եւ տոն էին անում։ Սա ինչ խորհուրդ ուներ։ Սիրելիս, որ մենք քննենք մեր սրտերը, որտեղ խոսքը ասում է մի փոքր զանգվածը ամբողջը կարա խմորի, մի փոքր թթ խմորը ամբողջը կարա խմորի, մի փոքր մեղքը կարա ամբողջը ապականի։ Սա խորհուրդ էր, ասում է, երբ որ տոն կատարեք, իսկ այսօր մենք տոն ենք կատարում։ Խոսքն ասում էր, երբ որ տոն կատարեք, քննեք ձեր սրտերը, որ մի հատ թթ խմոր չգտնեք ձեր ներսում, սա խորհուրդ էր, որ մենք տոն անենք չխմորվածով։ Եվ այստեղ Տերը խոսում էր մեղքի մասին, որ ասում էր մեղքը ձեր կյանքերում տեղ ու բաժին չունենա, որովհետև մի փոքր մեղքը կարա ամբողջ ապականի։ Հալելույա։ Մատթեոսի ավետարան 26-րդ գլուխ առաջի խոսքից։ Եվ եղավ, երբ որ Հիսուսը այս ամեն խոսքերը վերջացրեց, իր աշակերտներին ասեց. գնանք եւ 2 օրից հետո զատիկա լինելու եւ մարդի որդուն կմատնեն խաչվելու։ Այն ժամանակ քահանապետերը եւ դպիրները ժողովեցան, ծերերը ժողովեցան եւ քահանայապետի սրահը, այն քահանապետի սրահը, որի անունը Կայափա էր, եւ խորհուրդ արեցին, որ Հիսուսին բռնեն նենգաբար եւ սպանեն, բայց ասում էին այս տոնին ոչ, որովհետեւ ժողովրդի մեջ խռովություն կլինի։ Տեսեք, ասում էին տոնի ժամանակ չանենք, բայց գիտես այդ ժամանակ, հենց այդ ժամանակ Հիսուսին վերցրեցին եւ խաչեցին։ Մի հատ դրվագ եմ ուզում ներկայացնեմ ձեզ Աստվածաշնչից, Մարկոսի ավետարան 11:11-ից։ Եվ Հիսուսը մտավ Երուսաղեմ տաճարի մեջ եւ 4 կողմ ամեն բան մտիկ տվավ
եւ որովհետեւ արդեն իրիկվա ժամն էր, դուրս գնաց Բեթանիա 12-ի հետ։ Եվ հետեւյալ օրը, երբ որ Բեթանիայից դուրս էր գալիս, նա սովեց եւ հեռվանց մի թզենի տեսավ, որ տերևներ ունեին, գնաց թե արդյոք նրա վրա մի բան կգտնի եւ բան չգտավ։ Եվ մի բան չգտավ, բայց բացի միայն տերևներից, որովհետեւ թզենու ժամանակը չէր։ Իրիկուն եղավ, քաղաքիցը դուրս եկավ եւ առավոտյան անցնելիս տեսավ այն թզենի արմատից չորացած։ Մեկ ուրիշ ավետարանի մեջ ասում է խոսեց եւ թզենին չորացավ։ Սա նույնպես խորհուրդ էր, սիրելի, սրամ խորհուրդը ո՞րն էր։ Գիտես, երբ որ ծառը չորանում է, եթե մի փոքր, ասենք այգես ունեցել կամ մշակել ես, դու կհասկանաս, որ ծառը, գիտեք որտեղից է չորանում։ Տերևներից։ Դու ո՞նց ես հասկանում, որ ծառը չորանում է, տերևներից, բայց թզենին արմատից էր չորացել։ Գիտես, շատ անգամ ես լսել եմ շատ բացատրություն, ինչի թզենին չորացավ, ինչի խորհուրդ ուներ։ Գիտես, Աստծո խոսքը ասում է, որ թզենին խորհուրդն էր, որ քիչ հետո դուք արմատից ձեզ կտրելու եք։ Այն արմատը, որի վրա էր, որտեղ հիմքից չորացավ։ Եվ հետո հեթանոսներին, որ մենք էին Քրիստոսին ընդունեցին, կասեր, որ դուք, որ պատվաստվեցիք, այն, որ չխնայեց, դուք զգույշ մնացեք, որ չկտրվեք։ Սրանք բոլորը, սիրելիներս, խոսք էր, մարգարեություն էր Հիսուսի կատարած գործի մասին։ Հռոմեացիս 11:16 խոսքի հաստատություն։ Եվ եթե երեխայրին սուրբ է, ապա զանգվածն է, եթե արմատը սուրբ է, ապա ճյուղերն են, բայց եթե ճյուղերից ոմանք կոտրվեցին, եւ դուք, որ վայրի ձիթենի էիք, նրանում պատվաստվեցիր, որտեղ մենք պատվաստվեցինք այդ հիմքի վրա, այդ ճյուղի վրա, եւ հաղորդ եղար արմատին, եւ ձիթենու պատվաստությանը, մի պարծենար այն ճյուղերի դեմ, բայց եթե պարծենաս, դու չես արմատը եւ բռնողը, այլ արմատը քեզ։ Սա նույնպես, սիրելիս, խոսում է մեր մասին։ Սա մի քիչ առանձին թեմա կապված հрьяաների հետ, ես այս կողմ չեմ գնա։ Բայց այսօր ինչն եմ ուզում մեր առաջ տեսնենք, որ Հիսուս այն զատիկն էր, որ մեր մեղքերի համար եկավ այս աշխարհ, մեր մեղքերի համար, մեր ցավերի համար Աստծո խոսքն ասում է, վիրավորվեցավ։ Եվ մարգարեները կասեին, որ իրան մի հատ տեսք չկար իր վրա, որ մենք իրեն վայելեինք։ Չարչարվեցավ, մահացավ, եւ գիտես, ասում է, իրան վերցրեցին եւ դրեցին գերեզման։ Բայց երրորդ օրը հարություն առավ։ Եվ այսօր, սիրելիս, ուզում եմ խոսք ուղղել քեզ։ Ես այո պատմական ակնարկ կարեցի, ես բերեցի որտեղից եկավ այդ խորհուրդը, զատիկը որտեղից էր եկել։ Այո, այն եկել էր Իսրայելից, Եգիպտոսից, բայց գիտես, երբ որ ցանկացած բան հին ուխտից ուզում ես նոր ուխտի մեջ իրականացնես, դու պետք է այն անցկացնես խաչի միջով, Քրիստոսի կատարած գործի միջով։ Եվ այդ ժամանակ դու տեսնում ես, որ այն զատիկը ամբողջովին փոխվեց, եւ Հիսուս ասեց. ես եմ, եթե իմ մարմինը չուտեք ու իմ արյունը չխմեք, իմ հետ արքայությունում բաժին չունեք։ Ինչ էր սա նշանակում։ Գիտես, աշակերտները սկզբից չէին հասկանում, մտածում էին, ասում էին, ոնց կարելի է մարդու մարմինը ուտել ու արյունը խմել։ Բայց Հիսուսը խոսում էր այն հացի մասին եւ ասում էր. ես եմ կյանքի հացը։ Եթե մեկը ինձ ուտի, հավիտյան չի սով, եթե մեկը արյունը խմի, հավիտյան չի ծառավի։ Խոսում էր հաղորդության մասին։ Հետո կգար ժամանակ Պողոս առաքյալը Կորինթացիների թղթում կխոսեր ու կասեր. ուստի երբ որ իրար հետ հավաքվում եք, տոն եք կատարում, հաղորդություն եք ընդունում, պատմեք Քրիստոսի մահը եւ հարությունը։ Որովհետեւ սիրելիս, այսօր ուզում եմ քեզ ասել, շատեր, այո, Քրիստոսը հարություն է առել, բայց շատերի համար ինչ օգուտ, եթե Հիսուսը հարություն է առել։ Ինչ օգուտ մարդկանց համար։ Երբ որ այո, մարդիկ ավելի շատ ծես են տոնում,
Մարդիկ, գիտես, մի անգամ ընկերներիցս մեկը ինչ որ միտեղ էինք, այս օրերի մեջ էր, եւ մենք պետք է իր հաց ուտենք, ասեց, չէ, ես միշտ չեմ ուտում։ Ասեց, ինչի համար։ Ասեց, ես սպասի մեջ եմ։ Աշխարհիկ տղամարդ էր։ Ես նայեցի, ասում եմ, ի՞նչ է նշանակում ես սպասի մեջ եմ։ Ասում եմ, հա, դեն այն որ 40 օր պաս են պահում, հիմա պասի մեջ եմ միջև զատիկ։ Ասեցի, քեզ մի բան հարցնեմ, ով է Հիսուսը քո համար։ Ինչ արե Հիսուսը քո համար։ Ինքը չկարողացավ պատասխանի։ Սիրելիս, այսօր շատ մարդիկ ծեսն են պահում, ոչ թե իրական հենց հիմքը իմանալով թե այն ինչ է։ Եվ այսօր ուզում եմ քեզ ասել, որ Հիսուսը մեր կյանքի համար հարություն առել։ Հիսուսը իմ ու քո կյանքի համար եկել այս աշխարհ ու հարություն առել։ Հիսուսը հարություն առել քո խնդիրների համար։ Հիսուսը հարություն առել քո ընտանիքի համար։ Ու գիտես, ինչ է նշանակում հարություն առնել։ Կարող ես պատկերացնել մի պահ, որ Հիսուսը այս երկրի վրա էր ապրում էր ու խնդիրների պատճառով, աշակերտների դավաճանության պատճառով Հիսուս ուղղակի կանգներ ու ասեր. ես չեմ ուզում խաչվեմ։ Ես այսքան եկա, հիմա ինչ կտեղի կունենար մեզ համար, մեզ հետ։ Չէ՞ որ Աստծո խոսքը ասում է Հիսուսի խաչը, մահը, հարությունը մեզ հաշտեցրեց Հայր Աստծո հետ։ Ու ես այսօր շատ քրիստոնյաներ եմ տեսնում, ովքեր քրիստոնյաներ են, բայց չեն ճանաչում Քրիստոսին։ Գիտես, երբ որ ասում ես Աստծո մասին խոսում ես, ասում ես Աստված օրհնի, Աստված ի կատարածի, օքեյ է, բայց հենց մեկին ասես Հիսուսը քեզ օրհնի։ Գիտեք ինչա մի անգամից ասում։ Դու հավատացյալ ես։ Աղանդավոր ես։ Գիտեք ինչի համար, որտեվ Հիսուս անվան վրա այսօր հարցակում կա։ Դու կարող ես Աստծո մասին խոսել, չօգտագործելով ոչ մի բառ։ Հերիք է Հիսուսի մասին խոսես, ու քեզ կասեն, հա, դու ես այն շեղվածներից ես։ Գիտեք ինչի համար, որովհետև սատանան խաբել է մարդկությանը։ Սատանան գիտի Հիսուսի անվան մեջ ամբողջ զորությունը։ Հիսուսի խաչի, մահվան ու հարության մեջ է զորությունը։ Եթե չկա խաչը, ինչպես այսօր հովիվը գեղեցիկ ասեց, եթե չկա, եթե չենք ընդունում, որ Քրիստոսը եկել է, մահացել է, խաչվել է, իզուր է մեր հավատքը։ Իզուր ենք մենք քրիստոնյա կոչվում։ Քրիստոնյա նշանակում է Քրիստոսի հետևորդ։ Որտեղ Հիսուս ասեց, ես եմ կյանքը, ճանապարհը, ես եմ կյանքն ու հարությունը։ Ոչ ոք չի կարող գալ հոր մոտ, եթե ոչ ինձանով։ Ինչու այսօր Քրիստոս անվան մեջ հարցակում։ Ինչի ենք մենք ասում շատ անգամ խուսափում Հիսուս անունը տալուց, որովհետև սատանան լավ գիտի։ Գիտես, Քրիստոսի խաչվելը, մահանալը, դա մարդկության պատմության մեջ պարտություն էր, կարծես։ Իսկ ես գիտես ինչ եմ ուզում քեզ այսօր ասել, որտեղ պարտությունն էր, այնտեղ նոր կյանքի սկիզբ, որտեղ պարտությունն էր, այնտեղ օրհնության սկիզբ էր։ Այո, պարտության տեսք ուներ Քրիստոսի խաչելությունը։ Սատանան մտածում էր Քրիստոսին կխաչի ու ամեն ինչ հաջողվի, որտեղ հիշում եք մի հատ այսպիսի առակ կար, որ մի հատ տանտեր կար ու մշակներին տվեց, որ մշակեն։ Հետո ասեց գնամ, տեսնեմ ինչ են արել։ Ասում է եւ ծառաներին ուղարկեց, ծառաներին վերցրեցին, ծեծեցին ու հետ ուղարկեցին, որտեղ Տերը ուզում էր արդյունք տեսներ։ Հետո մյուսներին ուղարկում, հետո ասում է դե լավ ին որդուն կուղարկեմ։ Կամաչեն ին որդուց, որդուն ուղարկում են, որդուն խաչում, սպանում են որդուն։ Սա խորհուրդ էր։ Եվ այսօր ուզում եմ քեզ ասել, եթե չկա, եթե ես չեմ ընդունում Քրիստոսի խաչելությունը, մահը, հարությունը, իզուր է իմ հավատքը։ Եթե ես չեմ ընդունում Քրիստոսի զատիկը, որ այս աշխարհի համար, Հիսուսն ասում է, ես եկա եկեղեցու համար, ես իմ անձը եկեղեցու համար տվեցի, որ ամեն ինձ հավատացող հավիտենական կյանք ունենա։ Եթե ես հավատում եմ Քրիստոսին, իմ հավիտենական կյանքի հարցը լուծված է, որովհետև ես հավիտյան գնալու էի դժոխք, որովհետև չկար մեկը,
որ կարողանար, ասում է չկա մեկը, մի արդարը չկար, որ կարողանար իմ համար իմ պատիժը կրեր։ Չկար տենց մեկը։ Եվ Տերն ասում է միակը, որ Հիսուսն էր, որտեվ մեղքի վարձքը մահն է։ Այդպես ասում Աստծո խոսքը, ասում է ով մարդ մեզ բաժանողը Աստծուց դա մեղքն է, մեզ պաշարողը մեղքն է, բայց Հիսուսը խայտարակ արեց մեղքին խաչափայտի վրա թողնելով մեր ցավերն ու հիվանդությունները։ Դրա համար, գիտես, սրան հավատալ է պետք։ Սրան ես հավատում եմ, ու ես ասում եմ Տեր իմ Աստված, շնորհակալ եմ, որ իմ մեղքերի համար եկար այս աշխարհ, մահացար ու հարություն առար։ Դու կասես, ինչ ամեն ինչը վերացավ, վերջ, էլ չկա մեղք, էլ գիտես, խոսքն ասում է մեղքը քո դռան առաջ։ Քո դռան առաջ ու փափագում է, բայց դու իշխի իրա վրա։ Այո, մենք որպես քրիստոնյաներ, ասում է նա ով որ Քրիստոսին ընդունելով, ճաշակելով, նորից գնում է դեպի մեղքը, նա նորից Քրիստոսին կրկին խաչն է հանում։ Իսկ ես որպես քրիստոնյա պետք է հասկանամ, Քրիստոսը իմ մեղքերի համար եկավ, խաչվեց, մահացավ ու հարություն առավ։ Ու իր հարությունը իմ համար տոն է, որտեղ ինքը իմ համար է հարություն առել։ Շատ անգամ մարդիկ ասում են, դե Հիսուսը հարություն առել մարդկության մեղքերի համար, ոչ։ Հիսուսը հարություն առել բոլոր նրանց համար, ովքեր իրան ընդունում են, որտեղ ասում է նա որ ինձ ընդունեց, իրան իմ որդի լինելու իշխանություն կտամ։ Այսօր մարդիկ ասում են, դե բոլորը Աստծո զավակներն են, ոմանք գիտեն, չգիտեն, ոչ այդպես չի։ Աստծո զավակը նա որ իրան ընդունում է, որտեղ Աստված է իրեն իշխանություն տալիս։ Դրա համար սիրելիներս Քրիստոսը հարություն է առել։ Իսկ հարությունը դա նշանակում է, որ ինքը մեղքի հարցերը, հիվանդության հարցերը, մահվան հարցերը լուծել է իմ կյանքում։ Ես չեմ կարող մի բան անել, որ ես արդարանամ։ Ես չեմ կարող մի բան անել, որ ես փրկվեմ։ Ես չեմ կարող, այն ձրի նվեր է։ Ես հավատացել եմ, այն ինձ համար արդարություն է եղել։ Այն ձրի նվեր է իմ ընտանիքի համար։ Իսկ հերիք է ինձ հավատամ, ոչ գործերով, ոչ ինչ-որ բան անելով, ես չեմ կարող Աստծո առաջ արդարանամ, որտև իմ արդարությունը իմ հավատքից է։ Իսկ ինչի եմ ես այսօր այս խոսքերը քեզ խոսում, որովհետև Աստծո խոսքը ասում է, հավատքը լսելուց է, լսել Աստծո խոսքից։ Ես խոսում եմ, որ դու տեսնես, թե ինչ է արել Հիսուսը իմ ու քո համար, որ արդյոք այդ ձունը, արդյոք այդ փլավն է, արդյոք այդ է տոնը, չէ որ սրա մասին Աստվածաշունչը ոչինչ չի խոսում, այն ավելի խորն է, այն ավելին է, քան այդ տոնական ընթրիքը։ Գիտես, ես դեմ չեմ տոնական ընթրիքի։ Մենք կարող ենք իրար հետ միասին վայելել, քիչ հետո մենք շփում ենք ունենալու, մենք իրար հետ հաց ենք ուտելու, դա լավ է, բայց դա չի ամբողջ իրականությունը։ Եվ դրա համար, երբ որ այսօր կգնաս ու քեզ կհարցնեն, ինչա զատիկը, կամ դու շատ լավ առիթ է, մարդկանց հարցնես, ասես, գիտեք զատիկ է այսօր, հարության տոնն, ամբողջ աշխարհը, քրիստոնեական աշխարհը տոնում է հարության տոնը։ Արդյոք դու գիտես ինչա զատիկը։ Արդյոք դու գիտես որտեղից է եկել այդ պատմությունը։ Արդյոք դու գիտես այն ինչ է ինձ ու քեզ համար։ Եվ երբ որ դու կխոսես մարդկանց, Աստծո խոսքը ասում է, մարդիկ կճանաչեն ճշմարտությունը եւ ճշմարտությունը իրենց ազատ կարձակի։ Ահա, սիրելիս, հարության զորությունը։ Եվ ես աղոթում եմ, որ Տիրոջ հարության զորությունը գործի ամեն մեկիս կյանքի մեջ։ Եվ ես նորից ուզում եմ ասել, մեր Տերը հարություն առել, եւ մենք ասում ենք օրհնյալ է մեր Տիրոջ հարությունը, որտեղ Տիրոջ հարության զորությունը մեր կյանքում գործում է։ Ամեն հավատացողի։ Ամեն։ Եկեք ոտքի կանգնենք։